Օրից մի օր մեր կենթանաբանական այգում նոր այրույցիկ է ծնվում։ Բոլորն ուրախանում են եւ շտապում շնորհավորել այրույցների ընտանիքին։ Չէ՞ որ նոր առաջնորդ է ծնվել, նոր թագավոր։ Պարոն Բլբլթան, ես այրույցիկին թողնում եմ ձեզ մոտ։ Նրան լավ կնայեք, պարոն Բլբլթան։ Գալիս եմ։ Հիանալի։ Մաստալիկ է, բայց ճոստիկ։ Սիրելի երեխաներ, մեր փոքրիկ արդյուցիկին, Ալեքսիկին, լավ պետք է նայենք, խնամենք, չէ որ նա մեր կենթանաբանական այգու ապագա առաջնորդն է, ապագա թագավորը։ Ալեքսիկ, պարոն Բլբլթանը ինչ պատրաստի քեզ համար, համով խորոված։ Ոչ, այդ դեպքում տապակած հավ։ Դոլմա։ Սնկով ապուր։ Աղցաններ։ Իմացա, գուցե քաղցրաբլիթ։ Նորից ոչ։ Իսկ էկլեր կամ նեգրի ժպիտ կամ միկադո, Պարոն Բլբլթան։ Ով է, ինչ որ մեկը գալիս է։ Բարև ձեզ։ Հարգանքներիս հավաստիքը, պարոն Դոնդող, որ քամին է ձեզ բերել իմ խոհանոց։ Փոքրիկ առյուծիկի։ Այսինքն, որ այդ փոքրիկ առյուծիկին ինձ պետք է տաք։ Իհարկե ոչ։ Շատ եմ խնդրում նրան ինձ տվեք ինձ։ Իհարկե ոչ եւ նորից ոչ։ Փոքրիկ առյուծիկը մեր կենթանաբանական այգու ապագա թագավորն է, նոր առաջնորդը, այնպես որ ոչ, պարոն որսորդ Դոնդող։ Պարոն Բլբլթան։ Ինչ։ Ես ձեզ շատ փող կտամ, լիքը փող։ Միայն թե նրան ինձ տվեք ինձ։ Իհարկե ոչ, չեք ամանչում։ Դուք չգիտեք, որ փողով ամեն ինչ չէ, որ կարող եք գնել։ Իսկ այժմ ինձ ներեցեք, ես պետք է գնամ աղցաններ պատրաստեմ։ Գնացեք, բոլորդ գնացեք։ Դուք դեռ լավ չեք ճանաչում պարոն Դոնդողին։ Ես միշտ իմ ուզածին հասնում եմ։ Դուք չեք վաճառի փոքրիկ առյուծի ձագողին։ Մի վաճառեք։ Միևնույն է, նա իմը կլինի, իմը։ Այ հիմա երեխաներ կհարցնեք ինչպես։ Ասեմ, ես նրան այս գիշեր պարոն Բլբլթանի խոհանոցից ինչ կանեմ, այո, կգողանամ։ Այ միայն թե հարկավոր է սպասել, մինչ մութն ընկնելը և գործի անցնել։ Կարծես թե մարդ չկա, պարոն Բլբլթանը քնած է, իսկ որտեղ են պահում այդ փոքրիկ անպիտան առյուծիկին, երեխաներ դուք գիտեք։ Ոչ, լավ, կգտնենք։ Ինչ որ ձայներ են գալիս այս կողմից։ Հիմա սպասեք ստուգենք։ Ահա եւ նա։ Մտի վանդակը շոտ։ Սոս։ Ահա, արի, ոչ մի պապաջան, ոչ մի մամաջան։ Ես ոչ ոք չի կարող օգնել։ Արի այստեղ, արի, ինչ էլ ծանր է տո։ Այ ոտկա սուխ։ Ասում է, չէ ես նրան կգողանամ ինձ մոտ ամեն ինչ կստացվի։
Բարի լույս բոլորին։ Բայց մինչ գործերին անցնելը գնանք տեսնենք, թե ինչպես է իրեն զգում մեր փոքրիկ Ալեքսիկը, փոքրիկ առյուծիկը։ Ինչ։ Ով ասաց, որ նրան գողացել են։ Դու ասացիր։ Ինչպես թե գողացել են։ Անհնարին բան եք ասում երեխաներ։ Լավ, սպասեք։ Հիմա ես կգնամ եւ կստուգեմ։ Մի րոպե։ Երեխաներ, Ալեքսիկը չկա։ Այ կորած ենք։ Ով է համարձակվել գողանալ փոքրիկ Ալեքսիկին, հա? Ով? Այն չար որսորդը, պարոն Դոնդողը։ Այ կորած ենք։ Հիմա ինչ անենք։ Շտապ հարկավոր է ոստիկանություն կանչել։ Ոստիկանություն, որտեղ եք, աու, ոստիկանություն։ Ոչ, չի կարող պատահել, չեմ հավատում։ Հաստորեն այդ չար Դոնդողը իսկապես մոռացավ փոքրիկ Ալեքսիկին։ Ոայ, Գլորիան լաց է լինում։ Էստես ինչու է լաց լինում։ Գլորիա, ինչու ես լաց լինում։ Ես իմացա, երևի նիհարել ես, դրա համար էլ լաց ես լինում։ Ոչ, ավելի վատ բան է պատահել, քան կարծում ես։ Դրանից վատ բան ինչ է պատահել, որ այդպես հոնկուր լաց ես լինում, հա։ Հիմա ասեմ Մարտին, ուրեմն ուշադիր լսիր, այս գիշեր փոքրիկ Ալեքսիկին են գողացել։ Չի կարող պատահել, չեմ հավատում։ Եվ տվում եմ Մարտին, եթե չես հավատում, կարող ես երեխաներին հարցնել։ Երեխաներ, ճիշտ է ասում Գլորիա։ Այո, իսկ մեծ Ալեքսը տեղյակ է այդ լուրի մասին։ Ալեքսը։ Այո։ Ալեքսը, կարծում եմ ոչ։ Դե արի նրան ասենք։ Մարտին, Ինչ։ պետք է դու ինքդ նրան ասես։ Գժվել ես ինչ է, ինքդ գնա եւ ինքդ էլ ասա, ես չեմ ասի։ Մարտին, Ինչ։ չէ՞ որ դուք ընկերներ եք։ Հա, հետո ինչ որ ընկերներ են։ Ընկերները դժվար պահերին միմյանց օգնում են, չէ՞ երեխաներ։ Լավ։ Եվ որ այդպես է, եկեք գնանք եւ այս լուրը հայտնենք Ալեքսին։ Ալեքս, որտեղ ես, Ալեքս։ Այ Ալեքս։ Ինչ է պատահել, ինչու եք բղավում, հա? Ալեքս, շատ վատ բան է պատահել։ Փոքրիկ Ալեքսիկին այս գիշեր գողացել են եւ տարել են շատ հեռու, բայց Գլորիան տեսել է, թե ով է գողացել եւ ուր տարել։ Այո։ Չի կարող պատահել իմ փոքրիկին։ Գլորիա, ով է գողացել եւ ուր տարել իմ փոքրիկ Ալեքսիկին։ Հիմա ասեմ Մարտին։ Անունն Դոնդող է, այդ չար Դոնդողն է տարել եւ տարել է կղզի։ Շատ հեռու կղզի։ Հատ հեռու կղզի։ Այո։ Իսկ ոտքով կարող եմ գնալ այդ կղզի։ Իհարկե ոչ, շատ հեռու է։ Բա ինչպես գնամ այդ կղզի, հա? Սպասեք։ Կարծես թե ես գիտեմ ինչով կարող են գնալ։ Ահա։ Գուցե նավով։ Նավով։ Իհարկե։ Շատ ճիշտ է, ես կգնամ նավով։ Ինչպես է ես։ Բա մենք, չէ որ մենք քո ընկերներն ենք։ Իսկ ընկերները միմյանց դժվար պահերին միշտ օգնում են։ Չէ երեխաներ։ Լսեցի՞ր։ Լավ, դե որ այդպես է սիրելի ընկերներ, բոլորս միասին դեպի կղզի։ Փոքրիկ Ալեքսիկ, հայրիկը գալիս է, գնացինք։ Հա, Գլորիան ավատի ես եմ վարել։ Լավ դու կփած ես կքնեմ։ Գլորիա, ուղղությունը դեպի Չարագործի կղզի, առաջ։ Դե Չարագործ բռնվիր, առյուծ Ալեքսը գալիս է։ Բայց սպասեք ընկերներ, ախր այս խիտ ջունգլիներում ինչպես են գտնելու եք Դոնդողի տունը։ Ճիշտ ես ասում Գլորիա։ Վայ, ես գիտեմ թե մեզ ով կօգնի։ Մեզ կօգնեն այստեղի ապրող աբորիգենները, կամբոջաները։ Ես հիմա նրանց կկանչեմ եւ օգնություն կխնդրեմ։ Ջումպալակալա շալակալակալա շոմալակալա շկալակալա շկալակալա շկալակալա։
Այդ ինչերեն էր Մարտին։ Ինչեր են, կամբոջեր են։ Եվ ուր են քո այդ կամբոջաները։ Հիմա կգան։ Օ, սա ով է։ Մարտին, դե խոսիր։ Խոսիր Մարտին։ Այդ ով էր մեր հնագույն լեզվով օգնություն խնդրում։ Այդ մենք ենք մեր սիրելի բարեկամ Կամբոջա։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք։ Մեզ կօգնեք։ Իհարկե կօգնենք։ Ինչ է պատահել, ասեք տեսնեմ ինչով կարող եմ օգնել ձեզ, իմ սիրելի ընկերներ։ Ասում էի, չէ՞, ուրեմն այսպես, սիրելի Կամբոջա, այդ չարագործը հողացել է փոքրիկ Կուկարիկու։ Չէ՞ դուք տեսաք ինչպես ես կարողացա գողանալ այդ փոքրիկ արժոցիկին եւ բերել իմ թագավորություն, իմ ջունգլիները, իմ կղզին։ Ասում էի, չէ՞ ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Փուֆ։ Այս ինչ փողոտ է գալիս, այսուն վրայից է այս փողոտը, հա։ Իմ վրայից։ Հա էլի, այդ գարշելի կենթանիների հոտը կպավ ինձ վրա։ Հարկավոր է շտապ ինչ անել, այո, լոգանք ընդունել։ Այ հիմա հրացանս կկախեմ այստեղ, ահա, օպլա, և կմտնենք լոգասենյակ լոգանք ընդունելու, տրալալա, Ուխաշ, ես ինչ լավ է, այ հիմա օճարով փրփուր կանենք ու լոգանք ընդունենք։ Եկեք։ Դե չարագործ բռնվիր։ Սպասեք, նա հրացան ունի, հարկավոր է հրացանը թաքցնել։ Հա, բայց դա ով կանի։ Դա կանի Գլորիան։ Այո, Գլորիա, դու ներս կմտնես, հրացանը կթաքցնես և կհեռանաս, նավի մոտ կսպասես մեզ։ Մարտին, իսկ դու գնար փնտրիր փոքրիկ Ալեքսիկին ազատ արձակիր և գնացեք նավի մոտ, մեզ կսպասեք, եղավ։ Եղավ Կամբոջա, ինչպես ասես, Ալեքսիկ որտեղ ես։ Իսկ մենք երկուսով Ալեքս մի լավ դաս կտանք այդ չարագործին։ Մեծ սիրով, դե Գլորիա, քեզ տեսնենք։ Ահա, այստեղ չէ։ Ոչ, այստեղ չէ։ Կարծես թե տեսնում եմ։ Պետք է զգույշ լեցնել։ Գլորիա, կարող ես, Գլորիա։ Հրացան ինձ մոտ է, Մարտին, Ալեքս։ Ապրես Գլորիա, դե չարագործ բռնվիր, երդինն է, արյուծ Ալեքսը գալիս է։ Վայ, բաբաջան, սա ինչ է արյուծ, այ, օգնեցեք, փրկեք, այ, արյուծը, հրացանս որտեղ է, հրացանս չկա, բայմա ինչ անենք, պետք է փախչել, օգնեցեք, արյուծն ընկել է իմ ետևից։ Կանգնիր չարագործ, միևնույն է բռնելու եմ քեզ, կանգնիր չարագործ։ Ալեքս, նրան այս կողմ էր դեպի ջունգլիները։ Հեռու գնա։ Որ այստեղ ասում է։ Չեմ գա, այ, սուր ընկա։ Այդ ենս կեզ չարագործ, այ քո նման չարագործների տեղը իսկ այդ տեղ է փոքրիկ վանդակում, մնա փոքրիկ վանդակում և հասկացիր, որ ինչ վատ է գողություն անել և փոքրիկ կենթանիներին պահել փոքրիկ վանդակներում, չարագործ, դե մնաս բարով, Կամբոջա գնացինք։ Օգնեք, Ալեքսիկս, փոքրիկս։ Շնորհակալություն, հայիկ, շնորհակալություն։ Շնորհակալություն հայտնիր ոչ միայն ինձ, շնորհակալություն հայտնիր մեր սև բարեկամ Կամբոջային, մորաքույր Գլորիային, քեռի Մարտինին և իհարկե երեխաներին, չէ որ նրանց օգնությամբ ես կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները և ազատ արձակել քեզ։ Շնորհակալություն բոլորին։ Դե ինչ իմ սիրելի ընկերներ, եկավ հրաժեշտի ժամը։ Գնանք բարով։ Մնաս բարով մեր սիրելի Կամբոջա։ Կամբոջա, ստեցություն, մենք ես երբեք չենք մոռանա։ Կամբոջա, ստեցություն, կհանդիպենք նորից։ Ստեսություն իմ սիրելի ընկերներ, ստեսություն երեխաներ։
Վերադառնում ենք կենթանաբանական այգի։ Գլորիա, նավակը ես եմ վարելու։ Գնացինք։